Եվ այսպես Արցախ տեղանունը գրեթե պաշտոնապես արգելված է Հայաստանում հասարակական դիսկուրսում։ Այդ բառը չի կարելի արտասանել պատարակների ժամանակ, դրա մասին չի կարելի խոսել արտասահմանյան հյուրերի հետ։ Ընդհանրապես ինչու են բառերը արգելվում։ Ինչու էր նացիստական Գերմանիայում օրինակ արգելված ժողովրդավարություն բառը, կամ Խորհրդային Միությունում արգելված էին սով եւ գործազրկություն բառերը, եթե խոսքը Խորհրդային Միության, խորհրդային իրողությունների մասին էր։ Որովհետեւ մարդիկ մտածում են բառերի հասկացությունների միջոցով։ Եթե բառը հասկացությունը չկա, ապա դրա վերաբերյալ այլևս ռեֆլեքսիա, դրա վերաբերյալ քննարկումներ, մտածողություն չպիտի լինի։ Ժամանակի ընթացքում այդ ռեֆլեքսիան ընդհանրապես վերանում է։ Կա մեծ տարբերություն։ Իհարկե սարսափելի է այս կամ այն բառը արգելելը, բայց Խորհրդային Միությունում, նացիստական Գերմանիայում եւ այլ տոտալիտար կամ ավտորիտար ռեժիմների ժամանակ բառերը արգելվում էին ներքին պատճառներով։ Այստեղ բառերը արգելվում են արտաքին պատճառներով։ Այսինքն մենք չպիտի արտասանենք Արցախ բառը, որpիսի Ալիևը կամ Էրդողանը չնեղանան։ Հաջորդ բառը հաստատ լինելու է ցեղասպանությունը։